Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր կխոսեմ շատ օգտակար ու հետաքրքիր մի մրգի ավոկադոյի մասին, ասեմ, որ ամեն տարի ավոկադոյի համաշխարհային օգտագործումը ավելանում է 20-30%-ով, ավոկադոյի հայրենիքը Մեքսիկան է, մեր օրերում աճեցվում է նաև Կալիֆորնիայում, Իսպանիայում, Կորսիկայում և այլ տաք կլիմա ունեցող երկրներում, գոյություն ունեն ավոկադոյի տարբեր տեսակներ, բոլորն էլ աչքի են ընկնում իրենց հարուստ բաղադրությամբ ու սննդայնությամբ, ավոկադոն շատ է գնահատվում իր նուրբ հաճելի համի և նաև մեր օրգանիզմի համար շատ օգտակար բաղադրության համար, այն ունի բարձր կալորիականություն, որի պատճառով օգնում է արագ հագեցնել քաղցի զգացողություն, սա նպաստում է քիչ ուտելուն և հետևաբար նիհարելուն, խորհուրդ եմ տալիս ընդգրկել նիհարեցնող դիետաների մեջ, ավոկադոն հարուստ է բջջանյութով, որը նպաստում է մարսողության և աղիների նորմալ աշխատանքին, այն պարունակում է նաև մեծ քանակությամբ լավ ճարբաթթուներ, որոնք օգնում են սրտանոթային նորմալ աշխատանքին, քանի որ իջեցնում են վատ խոլեստերինը և բարձրացնում են լավ խոլեստերինը, ավոկադոն շատ օգտակար է նաև աչքերի առողջության համար, քանի որ պարունակում է լյուտեին և կարոտինոիդ, թեև ավոկադոն միրգ է, բայց պարունակում է շատ քիչ քանակի գլյուցիդ, շաքար, այդ պատճառով կարող են օգտագործել նաև շաքարային դիաբետով հիվանդները։ Ավոկադոն հարուստ է նաև ֆոլաթթվով, որը հատկապես շատ օգտակար է հղի կանանց երեխայի նորմալ ձևավորման համար, ի շնորհիվ իր մեջ պարունակվող կարոտինոիդի, ավոկադոյի օգտագործումը ամրացնում է մկանները և իմունային համակարգը, ավոկադոն հարուստ է նաև շատ վիտամիններով, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին, դրանք են վիտամին B5, B6, B9, C, E և K, շնորհիվ վիտամին K-ի այն ունի հակաքաղցկեղային ազդեցություն, իսկ E վիտամինի շնորհիվ պահպանվում է մեր մաշկի երակների էլաստիկությունը, փափկությունը և դանդաղեցնում է ծերացման պրոցեսները, ավոկադոյի կորիզը չի ուտվում, բայց լայնորեն օգտագործվում է կոսմետիկայում, հատկապես մազերի ու մաշկի խնամքի համար, ավոկադոն շատ է օգտագործվում տարբեր ազգերի խոհանոցներում, սալատների և այլ ուտեստների մեջ, հիշեցնեմ, որ ժողովրդական բժշկության այս մեթոդները բուժում և կանխարգելում են հիվանդությունները, բայց պահանջում են երկարատև օգտագործում, եթե ունեք առողջական խնդիրներ, խնդրում եմ անհապաղ դիմեք բժշկի, խնդրում եմ գրեք մեկնաբանություններ, տարածեք և բաժանորդագրվեք, որպեսզի հետևեք հաջորդ հաղորդումներին, եղեք առողջ և լավատես սիրելիներս։